Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, ունենք հրաշալի հյուրեր, ում դուք հաստատ շատ եք սպասում։ Մեր հյուրերն են Վահե Վարդանյանը եւ Ադրինե Աճեմյանը, բարի լույս։ Ուրիշի ընտանիքից, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ։ Ամանորյա տրամադրությամբ դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք։ Մենք բոլոր երեն կանչում ենք այստեղ ու հասկանում ենք, բառավոցյան դուք ոչ մի բան չունեք անելու, այսինքն ամանորի նախապատրաստական, թե այդ հարցերը ձեզանից այն կողմ եք ուղարկել։ Պատասխանեմ ես։ Պատասխանեմ։ Ես ուղարկել եմ այն կողմ, ես ավելի շատ մինչև ես եմ պատրաստում ամանորին, ես վերջի օրերը մի քիչ ավելի հանգիստ, ավելի տրամադրվում եմ, իսկ մինչև ես ինչը արդեն հասանելի էր, որ ես պիտի անեմ, ես արդեն արել եմ։ Հրաշալի։ Ես կվերադառնամ տուն նոր կանեմ։ Չեմ շտապում բացել։ Դիվանագիտական պատասխան։ Շատ լավ, քանի որ Վահեի հետ արդեն ճշտել ենք ինքը ինչպես է հայտնվել ուրիշի ընտանիքում, հասկանանք նաև ձեզ հետ։ Ոնց եղավ առաջարկը, միանգամից համաձայնեցիք, երկար մտածեցիք։ Դե ես 3 տարի արդեն համագործակցում եմ Ելենա Արշակյանի հետ եւ նոր չէր որ իրենք պետք է ինչ ճանաչեին, այսինքն հրավիրել են փորձի, միանգամից քաստինգի չեմ մասնակցել եւ անցել եմ պրոբան, հետեւաբար արդեն սկսել ենք նկարահանումները։ Շատ երկար չեմ մտածել, որովհետեւ նկարահանվում էի արդեն մի թիմի հետ, որին շատ լավ ճանաչում եմ եւ շատ ուրախ եմ իրենց հետ աշխատել։ Իսկ կերպարի ընտրությունը ի սկզբանե եղել է այն կերպարը, որը կերտում եք։ Այո։ Եւ ձեր համագործակցության մասին հիմա պատմեք, ինչպիսին է ձեր խաղը կադրից դուրս, հաշտ է, ինտրիգներ կան, չկան։ Կան, ինտրիգներ կան։ Ես սպասում եի։ Ես սպասում եի Ադրինեն պատասխանել։ Շատ զիջող է։ Այս վիճակը նաև կադրից դուրս։ Ինտրիգներ կան, կադրից դուրս ինտրիգները շատ են։ Իրականում մենք բավական լավ հարաբերությունների մեջ ենք, լավ ընկերական հարաբերություններ հասցրեցինք ստեղծել շատ կարճ ժամանակահատվածում, բայց նաև եթե նկարահանումներից դուրս խոսվում է ուրիշ կյանքային այլ թեմաներից, մենք հիմնականում տարակարծիք ենք ու դրա արդյունքում լիքը իրար չենք հասկանում, որը չի անդրադառնում մեր աշխատանքային process-ի վրա իհարկե։ Եվ Փառք Աստծո չի ազդում, բայց ինտրիգները իհարկե շատ են, շատ։ Իրականում առաջին անգամ ենք ես ու Վահեն խաղում հեռուստասերիալում, մենք չենք ունեցել փորձ իր հետ։ Կերպարներ կերտելու, այսինքն զույգ կերտելու։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ հանգիստ, հանդարտ ընթանում էր, մինչև առաջին տարակարծիք լինելը մեր, բայց չէ, իրականում Վահեն ճիշտ ասում, դա բնականաբար չի ազդում խաղի եւ զույգի վրա։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ես Ադրինեին մեկ անգամ բարևեցի, ինքը նայեց ինձ ու չբարևեց իրականում։ Դու ասացիր դե լավ, դե կտեն ասա։ Ես ոչ մի բան ուղղակի չասեցի, լուր Ինքը նույնիսկ բարևը չի ասել իրականում, ուղղակի ասում ինքը դա չի ընդունում իհարկե, բայց մեր ամբողջ պատմությունը տեղից սկսվեց, որ ես բարևեցի, բարևձես, ինքը ուղղակի Ես չեմ լսել ուղղակի բարևը իրականում Վահեի, բայց մեղրի պատմություն։ Չեմ կարծում, որ չի լսել, չեմ հավատում, որ չի։ Չէ, իրականում երբ ինքը դա շեշտեց, ես այդ օրվանից սկսեցի իրեն չբարևել։ Ավելի միտումնավոր։ Այո, այդ ժամանակ արդեն միտումնավոր։ Ես չեմ կարողանում այդ դեպքը մոռանալ իրականում, որովհետև ինչ ասում Շատ դժվար է։ Մոտ հեռավորության վրա հեռու չենք ընդհանրապես։ Ես ցորքեվան եմ զգում հիմա։ Ծանր է ասել, ես ասեմ մեր հարաբերությունների տաղավարը մի հատ ներքևա։ բավական ծանր է ասել։ Մենք եղել ենք արդեն այնտեղ։ Այո։ Այնտեղից ենք գալիս։ Իսկ կարող ենք բացել փակագծերը հասկանալու համար ինչ է սպասվում, հանգուցալուծումներ կան, թե դեռ շվար այդ մասին խոսել, թե թողնենք հեռուստադիտողին անհանգիստ վիճակում։ Թողնենք հեռուստադիտողին անհանգիստ վիճակում, շատ ինտրիգային սերիաներ են իհարկե սպասվում։ Այո։ Բայց մենք չենք կարող։ Այո, փակագծերը բացել։ Մեր անձնական հարաբերությունների հետ կապված սերիալում լինելու են բավական հետաքրքիր առաջխաղացումներ, առաջ քայլեր, հետ քայլեր, դրանք էլի չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց ոչ մի բան միանշանակ չի մեր ընկերությունը, այսպես ասեմ, պետք է նայել, դիտել, հետագա զարգացումները տեսնելու համար։ Լավ, ձեր կարծիքով ինչն է այն գլխավոր կետը, որի համար ուրիշի ընտանիքը այսօր ամենառեյտինգային, ամենադիտվող հեռուստասերիալն է հեռուստանախագծերի մեջ։ Ես փորձեմ, հա, նորից պատասխանել։ Ես իմ անձնական սեփական կարծիքը, ես կարծում եմ, որ մեծ դեր ունի դերասանական խումբը։
իհարկե տեխնիկական, ռեժիսորական լուծումները, օպերատորական աշխատանք դրանք միանշանակ իր ուրույն տեղ ունի, բայց դերասանական թիմը մեծ նշանակություն ունի։ Ինձ թվում է հեռուստադիտողներին շատ է գրավում, որ երիտասարդները ավելի շատ են։ Ավելի շատ երիտասարդներ են, քան մեծահասակներ։ Մենք իհարկե ունենք փառահեղ մեծահասակ դերասաններ, բնավ դա չի խնդիրը, բայց ինձ թվում է երիտասարդ դերասաններն են ավելի շատ գրավում մարդկանց։ Ավելի երիտասարդական սերիալ։ Որովհետև 5, 6, 7 երիտասարդ դերասաններ դա բավական Դու մեկ էլ երթերի նկարահանման Վահե ջան։ Մեծահասակ դերասաններ դեռ սպասում են սրերով ու թրերով։ Այ այսպեսին են երիտասարդները։ Այո։ Իրականում ես կարծում եմ, որ մեխը դա սցենարն է, որովհետև ծնողական սեր, ծնողի սիրո բացակայություն, դրանք այնպիսի թեմաներ են, որոնք որ շահագրգռում են հեռուստադիտողին իրականում։ Կարծում եմ, որ կերպարները յուրահատուկ բնավորության գծեր ունեն, այսինքն եթե մենք նայենք մեր հեռուստասերիալի կերպարների գծերը, մենք կտեսնենք, որ այնտեղ շատ քիչ են, հա, օրինակ կոնկրետ բացասական եւ կոնկրետ դրական կերպարները։ Իմ կարծիքով Անահիտ Մխիթարյանը փորձել է ներկայացնել մարդու, այսինքն մարդու բնավորությունը, որ կարող է իր մեջ պարունակել եւ դրական կողմեր եւ բացասական կողմեր։ Իրականում, օրինակ իմ կերպարի բնավորության գծերը այնպիսին են, որ ինքը բացասական կերպար չի, բայց այնպես էլ չի, որ դրական կերպար է։ Ուղղակի բարդ բնավորությամբ աղջիկ է, որ ունի եւ դրական եւ բացասական եւ մանկական տրավմաներ։ Այսինքն այսպես կարող եմ ասել, տարբեր գույներն են կերպարները զարդարում եւ հենց դա է իմ կարծիքով հեռուստադիտողին, այո։ Իսկ ձեր կերպարի հետ ընդհանրություն ունեք։ Ես ոչ, Դուք ավելի թեթև մարդ եք։ Բնավորությամբ, հա, շատ թեթև եմ, բնավորությամբ, այսինքն ավելի հեշտ է ինձ հետ շփվել, ես շատ քիչ եմ խնդիրներ ստեղծում։ Վահե։ Ես նայում եմ ընթացքում։ Այո, ես շատ քիչ ես խնդիրներ ստեղծում։ Այո, ես նկարահանման հրապարակում բավականին հաշտ մարդ եմ բնավորությամբ, ի տարբերություն կերպարից, կերպարս ավելի ընդվզող է։ Այո, ավելի կոպիտ Ես կերպար է։ չի ասի իրականում, բայց Կերպարիս մասին, թե իմ Վահե։ Քո կերպարի մասին համաձայն եմ, քո մասին չէ։ Իսկ լինում է այնպես որ կապի դուրս գաք սցենարիստի հետ, խնդրեք որոշ բաներ փոխի կամ զարգացումը փոխի ուրիշ կողմ։ Զույգին փոխի օրինակ։ Չէ։ Իմ պրակտիկայում այդպիսի բան չի եղել։ Խնդիր չի եղել, երբեք իմ մտքով երբեք տես բան չի անցել։ Լավ, իմ ամենասիրելի հարցը դրսում հանդիպող հեռուստադիտողները ինչ արձագանք են տալիս, կերպարի անունով կանչում են, ինչ զավեշտալի հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, երբ մոտեցել են ձեզ ինչ-որ բան են ասել, որը այսպես մշտապես կհիշեք։ Ես պատասխանեմ, հա։ Իրականում իր զարմանս ինձ, երբ ինձ դրսում տեսան, իմ կարծիքով այս կերպարից հետո պետք է բավականին բացասական կարծիքներ լսեի, բայց ոչ։ Այսինքն ես հասկանում եմ, որ կան մարդիկ հեռուստադիտողի մեջ, որ կարող են ինձ մոտենալ դրսում եւ ասել ես հասկանում եմ, որ դու օրինակ մանկությունից եկած տրավմա ունես, դրա համար ես այդպեսին, այսինքն Արդարացնում են ամեն դեպքում։ Արդարացնում են, հա, այսինքն իմ կերպարը այնպես չի, որ բացասական են ընկանում որպես։ Համենայն դեպս ես չեմ հանդիպել այնպես բացասական կարծիքի դեռ փառքասո։ Ինձ անունով դիմում են, ավելի շատ ինձ անունով դիմում են դեռ նախորդ սերիալից, հիմնականում հիմա մեծահասակները ավելի Դավիթ են դեռ ճանաչում Արիա հեռուստասերիալից, բայց Էդո էլ են ասում, իմ կերպարի անունը սերիալում Էդո է, անունով էլ են դիմում, ով ոնց գիտի, ով ոնց կարում այնց դիմում են։ Հետաքրքիր դեպքեր շատ են լինում իրականում, շատ են եղել, որ վազել են անունս գորալով, Էդո գորալով մոտեցել են, ես էլ չեմ ֆիքսում, որ դա իմ հետ է, բայց ամենա այդպիսի հետաքրքիր դեպքը, որ եղել է ինձ փողոցում խաչմերուկի վրա մեքենայով կանգնած, դուրը բաց է նկարվել, գնացել են։ Երիտասարդ աղջիկ է, մի 35 տարեկան, Այդ է եղել ամենա այսպես հիշարժան հետաքրքիր դեպքը։ Ով տուգանվեց արդյունքում։ Իսկ երկուսն էլ Ես երկար ժամանակ սպասել եմ այդ տուգանքին, դեռ սպասում եմ, բայց երևի նայողներն էլ Երկու նկար պիտի լինի, էլի, օրվան։ Իսկ ես օրինակ առանձնացնում։ Իսկ ես օրինակ առանձնացնեմ ավելի տարիքով փոքր, ավելի երիտասարդ
տարիքային խմբի երեխաներին, որոնք որ կարող են մոտենալ կերպարին, անկախ նրանից ինքը ինչ կերպար է կերտում, դերասանուն կամ դերասանին կարող են մոտենալ ու ասել դու շատ լավ ես խաղում քո դերը, այսինքն ոչ թե իրանք վերագրում են, որ դու այդ մարդն ես, այլ իրանք վերագրում են, որ դու շատ լավ ես խաղում քո դերը, որովհետև ես կարծում եմ տեղ ավելի մեծ դեր ունի սոցիալական ցանցերը, որտեղ Instagram-ով օրինակ հետևում են, իսկ նույն ավելի տարիքով մեծ կինը կամ տղամարդը, որը որ չի հետևում սոցիալական ցանցով այդ դերասանուն կամ դերասանին, ինքը հենց ընկալում է որպես, հա, կերպարով։ Դե ես կարծում եմ հերոստատիտողին պետք է մի քիչ թողնել լարված, որպեսզի շարունակել նաև 26 թվականին, հա, հետևել հերոսների ճակատագրին, հասկանալու համար ինչ է սպասվում նրանց եւ ձեզ եւ բնականաբար մաղթել ձեզ նորանոր հաջողություններ, էլի հետաքրքիր դերեր ու 26 թվականին շատ ու շատ սերիալներ, ֆիլմեր եւ ներկայացումներ։ Շնորհակալություն։ Եվ մեկ բառով 26 թվականի սպասելիքների մասին։ Ես ամեն տարի սպասում եմ, որ հաջորդ տարի շատ ավելի լավ է լինելու ու այդպես դեռ շարունակվում է ու շատ կուզեմ, որ 26 թվականը թե բոլորի համար ուզում եմ, որ նոր հետաքրքիր զարգացումներ բոլորի կյանքում լինեն, ես այդ հույսով միշտ ապրում եմ, իմ մոտ դա ստացվում է, իմ մոտ լինում են այդ լավ բացահայտումները ամեն հաջորդ տարի, ուզում եմ, որ բոլորը դա զգան։ Իսկ ես իրականում միշտ ասում եմ, որ իմ կյանքը ինչպես որ դասավորվում է, թող Աստծո կամքով դասավորվի, այսինքն 2026 թվականի հետ կապած ոչինչ չեմ ուզում պլանավորել, թող լինի այնպես ինչպես որ Աստծո կամքն է։ Շատ Թող լինի այնպես ինչպես որ կամքն է։ Նաև շնորհավորում ենք ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը ու մաղթում ամենալավը, նաև մեծ հաջողություններ նախագծին եւ թող 26 թվականին ավելի քիչ կռվեք, քան 25-ին եք կռվեք։ Փորձենք։ Կարճատև դաթար, որից հետո վերադառնանք ու շարունակենք։